Ես խաղաղ էի մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրակ, ես ձեր դեմ ելա մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչիք վայրակ, խոստանում եմ։ Բարի երեկո հարգելի ընթերցողներ, բարի երեկո սիրելի ժողովուրդ, բարև համայն հայություն, ի akşamlar Türkiye, akşamınız hayır Azerbaycan, good evening America, բարև Հունաստանի ուրեմն իմ հետևորդների բանակ, բարև Ֆրանսիայի իմ հետևորդների բանակ, բարև Ամերիկայի իմ հետևորդների բանակ, ես ձեզ բոլորից շատ սիրում եմ եւ ուրեմն ինչ եմ եկել այսօր խոսեմ ու պատմեմ։ Ընդամենը 2 օր ընդմիջումով էջս փակվեց, բացեցինք նոր էջ, ուրեմն չի կանգնեցնելու ինձ ձեր էջեր փակելը, իմ էջեր բացելը, չի կանգնեցնելու։ Ասեմ շատ հետաքրքիր երևույթ, ընդամենը 3 չէ, առաջի օրը էջը բացվել, արդեն մենք այնտեղ ունենք մոտավոր 500,000 դիտում 3 օրվա ընթացքում, սա ցավացնելու է ձեզ, ես հասկանում եմ, բայց ասում եմ, դուք հողմերի պես կկորչեք վայրակ։ Գիտեք, գայլերը մի հատ հետաքրքիր բնավորություն ունեն։ Երբ որ գայլերից մեկը մահանում է կինը կամ տղամարդը, գայլերից մյուսը ինքնասպան է լինում։ Ես ինձ միշտ այդ կենդանու հետ ասոցացրել եմ, որովհետև երբ որ ես մի բան խոստանում եմ, հա, երբ որ հասարակությանը խոստացել եմ, որ պետականության կողքին եմ լինելու, եթե դա անգամ իմ կյանքը արժենա, ես մինչև վերջ պետականության կողքին եմ լինելու։ Այժմ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, ձեզ շատ շնորհակալ եմ։ Մեծարգո նախագահ Իլհամ Ալիև, ձեզ ևս շնորհակալ եմ, որովհետև մենք այս օրերի ընթացքում ականատես եղանք հետաքրքիր տենդենսների, այն է ցորենի ներմուծում Ադրբեջանի տարածքով Հայաստան եւ բենզինի մեծ խմբաքանակի ներմուծում Հայաստանի Հանրապետություն։ Ես անկեղծ ասած չգիտեմ ում է պատկանում Ռանոյլը, բայց առաջին անգամ հատուկ օպոզիցիայի սրիկաների տարածած տեղեկությունների համար ես գովազդում եմ Ռանոյլը։ Հարգելի հետևորդներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ամբողջ Թուրքիան վարում է բենզինը, ուրեմն լցնում է մեքենան եւ վարում է, կիրառում է ադրբեջանական բենզին։ Այդ մատորները խի չեն խփում։ Ավելի հետաքրքիր բան չեք կարող մտածել, այ պրիմիտիվներ։ Ես մի բան չեմ հասկանում։ Դժվար է ուսումնասիրելը, որ Ռուսաստանը հումքի տեսակներ կա բենզինի հետ կապված, որ ներմուծում է Ադրբեջանից, հետո այդ նույն Ռուսաստանը վերամշակում է ու թանկ այդ բենզինը վաճառում է ձեր վրա։ Դրա մասին երբևիցե չեք մտածել։ Գիտեք, ես չեմ մյուս բենզին ներմուծողներին փնովում կամ քլնգում, բայց մի քիչ մարդասեր եղեք, մի քիչ հարգալից վերաբերվեք միմյանց հանդեպ։ Հերիք ամենակ ձեր գրպանները լցնեք ու ժողովրդի մասին անգամ չմտածեք։ Այդ ցորենի հացը կերակ, անուշ եղավ, չեք ուտում, բա անասնակերեր։ Հա, փաստորեն դուք ձեզ անասուն անվանեցիք ու ինքներդ էլ կերակ անասնակերը, օպոզիցիայի ներկայացուցիչներ։ Հիմա էլ թե բա բենզինը լավը չի,
միտեղ էլ գրել են այդ արուն բենզինը։ Լուրջ։ Այդ որ գալիս եք Թուրքիա ձեր սեփական մեքենաներով, ադրբեջանական բենզին չեք լցնում ձեր մեքենաների մեջ, թե ամեն անգամ երբ որ ճշմարտությունն ասում եմ, աչքները դուրս է գալիս։ Թուրքիա որ գալիս եք, չեք լցնում այդ ադրբեջանական բենզինից։ Լուրջ։ Բարձր ծիծաղում եմ։ Օպոզիցիայի չմոներ։ Այդ որ դուք Թուրքիաներում ավտոբուսներ ունեք։ Թուրքական բենզին չեք լցնում ձեր ավտոբուսների մեջ ու մարդկանց տեղափոխում Հայաստան։ Արուն է այդ բենզինը։ Գիտեք, ինչն է ինձ զարմացնում, ձեր տգիտությունը եւ անմարդկայնությունը։ Ու Աստված դեռ մեզ ձեր երեսից շատ է պատժելու, շատ, որովհետեւ դուք ուտող ուրացող եք։ Դուք Թուրքիայով ապրում եք, բայց Թուրքիային համարում եք թշնամի։ Գիտեք, ես գիտեմ դուք ինչի չեք ուզում ճանապարհները բացվի, որովհետև հեշտ է, երբ Թուրքիայի հետ ճանապարհ չկա, հիպատոսություն չկա, դուք կարողանում եք կղկղանքներ ուտեք եւ փախնեք Թուրքիայում պահկվեք։ Նմանատիպ բազմաթիվ դեպքեր գիտեմ, անուններ չեմ տա, բայց չհամարձակվեք այդ ֆոնին։ Հայերի ու թուրքերի միջև սրացնեք թշնամությունը, որովհետև այլևս սահմանների վրա երեխաներ չեն զոհվելու։ Հա եւ ամենավերջում, հարգելի հետևորդներ, մեծ թափով առաջի անգամ գովազդ եմ անում, ինչ ուզում եք մտածեք։ Ես գիտեմ, որ վաղը գրելու են Ռենոյելիտերը լիքը փող է տվել, Նատալին գովազդ անի։ Նատալին ոչ մեկից փող չի վերցնում։ Ուղղակի Նատալին Արթարի կողքին կանգնում է։ Հիշեք, Ռանոյելիտերը երևի ինչ չի ճանաչում։ Գովազդում եմ Ռանոյելը։ Լցնում եք Ռանոյելից ադրբեջանական բենզին, հարգելի հետևորդներ։ Կիրառում եք այդ բենզինը եւ որակի մասին անպայման ինձ տեղեկացնում եք։ Ինչ որակ ուզում ա լինի, անպայման բարձրաձայնելու եմ։ Ու սա թող լինի ամենամեծ պատիժը օպոզիցիային ու էլ չխոսեմ։ 90-ականներին օգնություններ չեք ստացել Թուրքիայից, ստացել եք։ Դրա մասին առանձին կխոսեմ։ Եվ ամենավերջում կտրիչ, գրգռիչ, Գրիգորիչին այսօր չեմ անդրադարձել։ Երեք ընկերներիցս մեկի հետ էի խոսում, մի հատ հետաքրքիր միտք տվեց։ Ասես Նատալի, դու ամեն օր աղոթում ես, ես գիտեմ, առավոտյան, երեկոյան աղոթում ես։ Երբևիցե աղոթել ես, որ Աստծո ձեռքով հեռանա կտրիչ Գրիգորիչը։ Ասեցի անկեղծ ասած չէ, բայց գիտեմ նաև, որ Աստված մարդկանց միջոցով մեզ շատ բաներ է փոխանցում։ Եկեք բոլորս միասին այս երեկո աղոթք բարձրացնենք քրիստոնյա ժողովուրդս առ Աստված, թող Աստված էլ իր ձեռքով հեռացնի կտրիչ Գրիգորիչին։ Ես վստահ եմ, որ մեր աղոթքը ավելի հզոր է, քան կտրիչ գրգռիչ Գրիգորիչը։ Այսքանը սիրելի հետևորդներ, մեկ անգամ եւս գրկում եմ ձեզ բոլորիդ, աշխարհով մեկ սփռված իմ հետևորդներին եւ ցանկանում եմ ասել, որ մենք բոլորս մինչեւ վերջ կանգնած ենք վարչապետ Փաշինյանի թիկունքում եւ 26 թվականի ընտրություններին եւս մեկ անգամ Նիկոլ վարչապետ։ Այսքանը